Ողջույն Civilet podcast-ն է եթերում, իմ զրուցակիցը գործարար ֆերմեր, ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակով падգամավորության տեխնացու Հարություն Մնացականյանն է։ Ողջույն Հարություն։ Ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Հարություն, ես վերջերս Facebook-ում ես հրապարակում էի կատարել, այդ հրապարակումը վերաբերում էր նրան, թե քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հայկական ապրանքը դեռ ռուսական շուկա չի կարող գնալ։ Եվ ինչ հնարավորություններ կան այլ շուկաներում, դրանց վերաբերյալ մենք տարբեր հարցազրույցներ էինք արել Civilet բիզնեսի տաղավարում հիմնականում, եւ այդ հարցազրույցներում տարբեր մասնագետներ խոսում էին նրա մասին, որ սա նաեւ հնարավորություն է ռուսական շուկայից կախվածությունը թույլատնելու եւ այլ շուկաներում ամրապնդվելու համար։ Դուք այնտեղ առարկել էիք, մի քանիսի հետ չէիք համաձայն, մտքերի հետ չէիք համաձայնել եւ ուզեցիք անպայման նաեւ խոսել այդ թեմայով։ Հիմա այստեղ եք դուք եւ կարող եք խոսել, ասեք ինչի հետ համաձայն չեք կոնկրետ եւ բանը ինչ է այնչի որ կամ մասնագետների կողմից չի ասում եւ պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվողները ավելի լավ գիտեն։ Իրականում ես ոչ թե առարկել էի կամ որևէ ձևով ուզում էի մասնակցեի, ուղղակի ես հիշեցի, որ մենք մի քանի անգամ հանդիպում ունեցել ենք եւ ես ինչ հիմա տեղի ունենում, ես այդ մասին ժամանակին խոսել եմ։ Ասել եմ, ուրեմն առարկությունների պահով ասեմ, ինչ որ նախկին պաշտոնյայի հետ էի խոսում ու ինքը եվրոպական շուկայի մասին այնպիսի բաներ էր խոսում, որ ես իրականում քանի որ ես Եվրոպա արտահանումներ եմ կատարում, իմ համար սեն զարմանալի էր էլի, որ ամեն ինչը տենց է, իշտա տենց է։ Չէ, ինքը ասում էր հետեւյալը, ասում էր, որ նախ ձեզ պետք է արտահանողին կամ արտադրողին պետք է ՍԱՏՄ-ի ուրեմն սերտիֆիկատ կոչվածը, դա է առաջինը, որ գյուղատնտեսական ապրանքը, գյուղմթերքը կարելի է արտահանել, բայց հետո ասում է, իհարկե ձեր գործընկերը կարող է պահանջել այլ սերտիֆիկատներ, Global Gap կարող է պահանջել, մյուս սերտիֆիկատներ։ Ուրեմն անկեղծ ասեմ, այդքան էլ տենց հեշտ չի, առաջինը կարող է կլիենտը ոչինչ չպահանջի, դու ապրանքդ արտանես, դու այստեղից ֆիտոսանիտարական սերտիֆիկատը սենց թե նենց ստանում ես։ Ֆիտոսանիտարական սերտիֆիկատով դու հասնես եվրոպական շուկա, ապրանքդ մտցնեն լաբորատոր փորձաքննության, հենց տեղում։ Ու բանից պարզվի, որ քո ապրանքը ոչնչացման համար դու պարտավորվես Եվրամիությանը վճարել մի կլորիկ նենց լավ գումար, որպեսզի ապրանքդ ոչնչացնեն։ Այստեղի լաբորատորիայում չես ստուգում տանելուց առաջ։ Հասանք իմ ասածին։ Որտեղ այստեղի լաբորատորիաները կարծեմ եվրոպական արդեն բաներ ունեն, ստանդարտներով աշխատում են։ Մեր նախորդ հանդիպումների ժամանակ այդ մասին խոսել եմ, ուրեմն ԵՄ շուկա մտնելու համար, ընդհանրապես շուկայի դիվերսիֆիկացման համար, ինչի մասին խոսում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները եւ կառավարությունը առնվազն 8 տարի, եթե իրենք իրոք ցանկություն ունենային ԵՄ շուկայի մտնելու համար, դրա համար պետք էր գործողությունների հերթականություն, որոնք այդպես էլ չարեցին, ընդհանրապես չարեցին, ու կախվածությունը մեծացրեցին, ավելի մեծացրեցին ռուսական շուկայից։ Ինչ էր պետք որ չի արվել։ Ուրեմն ամենաառաջինը հենց լաբորատորիաների պահով, լաբորատորիաների վերազինում էր պետք է ակրեդիտացիա ԵՄ-ի լաբորատորիաների հետ, որպեսզի դու այստեղ ծիրանի, եթե ուզում ես արտահանես, այդ արտահանվող ծիրանի նմուշը տաս այստեղի լաբորատորիա 500 պարամետրով ենթադրենք նմուշ առում անեն, եւ մեջը պեստիցիդներ, ծանր մետաղներ, տարբեր նիտրատներ թույլատրելի նորմը չանցնելու դեպքում հնարավորություն ստանաս արդեն արտանելու ԵՄ եւ ԵՄ-ի լաբորատոր փորձաքննություն չմտցնեն, որովհետեւ քո այստեղի լաբորատոր փորձաքննություն արդյունքները իդենտիկ լինի այնտեղի։ Երկրորդ ամենահետաքրքիր պահը ՍԱՏՄ-ի բարձի թողի վիճակը, որ դուք 2 տարի առաջ կհիշեք Տաթև Խաչատրյանենք, որ փորձ արեցին այսպես իրանց լրատվականով, տարբեր տեղերից գնացին պտուղ բանջարեղեն, տարբեր ձմերուկից սկսած խնձոր, կեռաս եւ այլն, տվեցին պետական ՀԲԼՑԿ փորձաքննության եւ բոլորի մեջ հայտնաբերվեցին թույլատրելի նորմը գերազանցող տարրեր։ Բնականաբար այդ ապրանքը, եթե դու շուկայից գնում ես, սա ցույց է տալիս մեր սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի խայտառակ անգործունակ վիճակը։ Պլյուս չեմ խոսում հիվանդությունների, պարագայում տարբեր բուսական ծագման
ապրանքատեսակների հետ կապված այլ խնդիրների մասին, պլյուս կենթանիների հիվանդությունների, անկումների եւ բացարձակ չվերահսկվող գործընթացների մասին։ Հաջորդը ԵՄ շուկա մտնելու համար նաեւ այն որ մեր կառավարությունը մի հատ sense ուղեցույց էր տվել շատ ծիծաղելի, որ ես նմանեցնում եմ ոնց որ ինստիտուտի այսպես ասած ասպիրանտին, ով պատրաստում է իր գիտական թեզը պաշտպանի, բերեն որպես նյութ տան այբենարան, ասեն այս այբենարանով պատրաստվի եւ քո թեզը պաշտպանի։ Այդ նույնը ոնց որ դա ես համարում եմ անձնական վիրավորան գործարարների համար, որը ծիծաղելի այդ պրիմիտիվ ուղեցույցը տալիս են, այսինքն մենք այդ պրիմիտիվ մակարդակի չենք տիրապետում։ Դրանից հետո անցնենք հաջորդ քայլին։ Լաբորատորիաների հետ կապված եկեք մի բան ճշտենք, որովհետև հարցում ես որքան գիտեմ, արդեն 2 տարի է Հայաստանում բացվում են տարբեր լաբորատորիաներ, Եվրոպական միության դեսպաններ այդ բացմանը նաև ներկա, որ իրենք եվրոպական այդ ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաներ են, որ այստեղ իրականացվում են փորձաքննությունները եւ այնտեղ եւս մեկ անգամ նոր փորձաքննությունների առիթ պատճառ չլինի։ Օրինակներ գիտեմ, որ անցած տարի Հայաստանից լաբորատոր փորձաքննություն անցած բեռը հասել է ԵՄ եւ այնտեղ ոչնչացվել է, թափվել է կամ հետ են տվել։ Դա փաստ մեր լաբորատորիայում ստուգված բեռը։ Լաբորատորիայում ստուգված բեռը։ Սատոմեի լաբորատորիայի մասն է խոսքը, թե ֆիտոսանիտարական սերտիֆիկատ ստացած բեռը հասել է եվրոպական շուկա եւ այնտեղ հետ են տվել։ Որտեւ անցած տարի էս դեսպանի ներկայությամբ ֆորմալ առումով շատ սիրուն է։ Եթե այդպես է, թող հիմա դե փորձեն արտահանում անեն, միջև հիմա այն օրը տվյալները հանել են, ԵՄ շուկա դեռևս ոչ մի պտուղ բանջարեղեն չի մտել այս պահի դրությամբ։ Կարծեմ Գառնիկ Դանիելյանն էր դրա համար դիմել կառավարություն, եթե չեմ սխալվում, ամսի 1-ից 19 ընկած ժամանակահատվածի մասներ, բայց երեք էկոնոմիկայի նախարարը հայտարարեց հետևյալը. ուղղությունները կոնկրետ չեմ հիշում, ասաց 1-ից 25 ընկած ժամանակահատվածում, հունիսի 1-ից 25-ը 2320 տոննա միրգ եւ բանջարեղեն է արտահանվել։ Դա շատ ցածր թիվ է, 2000 տոննա միրգ բանջարեղենը բավականին ցածր թիվ է մի ամսվա կտրվածքով։ Երբ որ դու հաշվում ես տարեկան 200,000 տոննայի չափ գյուղատնտեսական արտադրանք ես արտահանել տարեկան։ Եթե ամսվա կտրվածքով 2000 տոննա է, բազմապատկես 12-ով անում է 24000 տոննա։ Այսինքն 10 անգամ պակաս։ Այո, այդ թվերը որ սեզոնային սեզոնային իսկական սեզոնն է հիմա։ Հիմա ամենացավոտ մասին անդրադառնամ էլի, տարեկան արտահանվել է 96 միլիոն հատ ծաղիկ, մենք մի հատ Լիտվա ենք արտահանել 5000, մի հատ Ուկրաինա է գնաց 9000, հետո ենթադրենք լավ, թող հասնի 3 միլիոնի արտահանումը, 3 միլիոնը 96 միլիոնի մեջ 4% անում։ Երեք հայտարարում են հրամասին կառավարության նիստի ժամանակ, որ սա բան է, նմուշային արտահանում է։ Դե հա, նմուշային է ու տեսեք, հիմա ասեմ, այդ ոչ միայն նմուշային է, այլ միանգամյա արտահանում է։ Ինչի՞ է միանգամյա արտահանում, որովհետև այս պայն պետությունը սուբսիդիաներ է տալիս, ինչ որ աջակցող ծրագիր, որը 4 միլիարդ դրամի չափով, որը էլ ընդհանուր արտահանման ծավալի մեջ 1% անում։ Ներկա պայն արտահանողը հույս ունի, որ սուբսիդիա կստանա, նույնիսկ զրոյական արժեքով է։ Զրոյական շահույթով արտանում հուսալով, որ պետությունից կստանա ինքը սուբսիդիա։ Եթե սուբսիդիան հանի, ինքը էլի մրցունակ չի լինելու։ Վրաստանն է սկսել շատ մեծ ծավալներով ներմուծել Հայաստանից 3 անգամ ավել, քան նախորդ տարի այս ժամանակահատվածի։ Վրաստանի 3 անգամ ավելը Ռուսաստանի 100 անգամ ավելին մի 30 անգամ քիչ է։ Վրաստանը միշտ էլ արտահանման ուղղություն եղել է ծիրանի, ծաղիկների չափով, բայց այն ծավալները չի եղել։ Հիմա էլ Վրաստանում կարող է ինչ-որ ծագման սերտիֆիկատ փոխեն, փորձանալ ռուսական շուկա մտնեն, օքեյ, ես մենակ կարող է վերարտանում լինել։ Բնականաբար, այո։ Ես չեմ ուզում այդ անմեղության կանխավարկած խախտեմ, ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ անել, բայց դա այդ ընդհանուր քանակի մեջ շատ փոքր է։ Հաջորդը, ես որ այդքան խոսում էի մթերման կայանների լոգիստիկ կենտրոնների մասին, նրա անհրաժեշտության մասին, որ այդքան խոսում էի, որ եթե դու ուզում ես շուկա դիվերսիֆիկացնես առանց լոգիստիկ կենտրոնի, եվրոպական շուկա չես կարող մտնել։ Լոգիստիկ կենտրոն որտեղ Երևանում։ Ցանկացած տեղ Հայաստանում, Երևանում նկատում եմ Հայաստանում։ Հայաստանում 10 հատ
առնվազն մթերման կայանապետ, մթերման կայանը իր հետևից դառնում է գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը։ Այսինքն ինչպես որ մթերում եւ տանում են Ռուսաստան, օրինակ սպայ մեծ մթերողների դիտակում արտանողները։ Նույնիսկ Սպայկայի նման կազմակերպությունը ունի մթերման կայան։ Հայաստանում Սպայկան ունի ենթադրենք իր ջերմատնային տնտեսությունները, իր ջերմատնային տնտեսությունների ստացած բերքը ինքը հանում է այգիներից այն ինչպես տեղի ունենում արտահանումը, դա նմանեցնում եմ քարեդարյան ստրուկտուրայի։ Այն որ կանայք նստում են տեղում, գլխաշորը կապած, այդ արկղերի մեջ ձեռքով շարում են, դա խայտառակություն է, էլի։ Պլյուս այդ արևի տակ այդ պտուղ բանջարեղենի կյանքը բավականին կրճատում է։ Բերքը քաղեցիր, քաղելուց 2 ժամվա ընթացքում դու պիտի հասցնես լոգիստիկ կենտրոն, մթերման կայան։ Այնտեղ համապատասխան ռեժիմում տեղի է ունենում փաթեթավորում, տրամաչափում, տարբեր տրամաչափում են, տարբեր չափերը, տարբեր գինը։ Ֆոտոսեպարատորով անցնում է, ստուգում են անում բոլոր առանձնացնում են, սորտավորում են անում, ենթադրենք բարձր կարգ, առաջի կարգ, երկրորդ կարգ, սորտավորումից, տրամաչափումից, փաթեթավորումից, տարայավորումից ու ճիշտ ռեժիմով պահպանելուց հետո, ենթադրենք ծիրանի կյանքը կարող է ավելանալ մի 30 օրով, ինչը բավականին բարձր է։ Իսկ այս այո, որովհետև այն ինչ որ հիմա տեղի ունեն, որ այգիներում խաղում են, այդ արևի տակ է ծիրանը մնում, կանայք նստում են այդ պլյուս 30 քանի աշճանի տակ, սկսում են սորտավորել ու մի անգամից այդ տաք ծիրանը, երբ որ բարձում են բեռնատարում էլ միացնում են ջերմային ռեժիմը, ինքը կոնդենսացիա է տեղի ունենում, ջուրը հավաքում, սկսում է կաթալ, ծիրանի չի հասնում հարմարվել է ջերմային ռեժիմին, իսկ մթերման կայաններում ինքը որ այս process-ը տեղի ունենում պրոֆեսիոնալ ձևով եւ պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմում եւ երբ որ բեռնատարը կանգնում արդեն +2 աշճանից մի անգամից մտնում է +2 աշճան, այդ գյուղմթերքի կյանքը բավականին երկար է։ Իսկ բանը ով պետք է կառուցի այդ լոգիստիկ կենտրոնները, դա պետությունը պետք է անի թե մասնավոր ընկերությունները։ Պետությունը պիտի խթանի մասնավոր ընկերություններին, պիտի այնպիսի պայմաններ դնի, որ մասնավոր ընկերությունը անի, եթե ոչ մեծ տիպելու եւ եթե պետք լինի պետությունը ինքը պիտի օրինակ ծառայի մի հատ սարքի, որովհետեւ դա խիստ անհրաժեշտ է։ Աշխարհում տենց զարգացած կամ միջին զարգացածության երկիր չկա, որ չունենա մթերման կայաններ։ Սառնարանային մեծ բաները կառուցում են, մեծ տնտեսությունները մթերման կայաններ չեն, նրանք ուղղակի սառնարանային տնտեսություններ են ու էլի ես որ արտասահմանում տեսել եմ թե ինչպիսի մթերման կայաններ կան, օրինակ Մեծ Բրիտանիայում մի մթերման կայան եմ տեսել, որտեղ այնպիսի սառնարանային ռեժիմներ կար, որ կիվին ենթադրենք դնում է սառնարանի մեջ, ինքը հաշվարկ անում կիվի երկարակեցության համար քանի տոկոս թթվածին է պետք, քանի տոկոս ազոտ, քանի աշճան ջերմային պայմաններ, ինքը այդ ամբողջը բալանսավորում է ու հերմետիկ փակվելու դեպքում քո կիվի կյանքը ենթադրենք շարունակում է 1 տարի։ Նույնը ցանկացած մշակաբույս Իրանից ենթադրում է տարբեր ջերմային ռեժիմ, թթվածնի տարբեր քանակություն, տարբեր ազոտի չափ եւ այս պարագայում բոլոր ռիսկերը նվազեցնում են, հասնում է մինիմումի։ Տեսեք հարություն, բացի այս ամեն ինչից, երբ որ էլի այս թեմաներով հարցազրույցներ էինք անում, օգտատերերից մեկը Facebook-ում կապվեց ինձ հետ եւ պարզվեց ինքը այսինքն այդպես ներկայացավ, որ ինքն էլ է արտահանող, բայց փոքր ծավալներով իհարկե ապրանքներ է արտանում եվրոպական տարբեր երկրներ, ու ասաց հետեւյալը, ասաց լոգիստիկ կենտրոն բան եւ այլն չգիտեմ իր այսպես վերաբերմունք այդքան դրական չէր դրան լոգիստիկ կենտրոնների, բայց ասում էր մեր հիմնական խնդիրը որ չեն կարողանում եվրոպական շուկաներ արտահանել, բացի այդ սերտիֆիկատներից բաներից, ասում եմ թեպետ դա շատ հեշտ է հարցը կարգավորել։ Ամենամեծ խնդիրը լոգիստիկան է, այսինքն այստեղից Եվրոպա հասցնելու ծախսը սկսած Վրաստանում փոթի նավահանգիստում, չգիտեմ, պարոմի հետ կապված հարցերը, ես հիմա սկսեմ որ թանկ են ստում, ասում եմ ես կարող եմ փոքր քանակով արտահանել ինչ որ հայաշատ քաղաքում վաճառել կոնկրետ օրինակ մապի պահածոները, օրինակ, հա, ինչ որ կամ ընկերության պահածոները, ինքը թանկ են ստում, բայց հայերը այնտեղ կգնեն դա, որովհետև դա նոստալգիկ է, Հայաստանն է հիշեցնում եւ այլ, բայց մեծ ծավալով որ տանում ես ինքը գինը բարձր է եւ տեղացիները
պարզապես դա չեն սպառում։ 1000 անգամ ներողություն, բայց հենց իր խոսույթից երևում է, որ ինքը փոքր արտահանող է, ու իր արտահանման պատկերացումն ու փիլիսոփայությունը իմ պատկերացումն ու փիլիսոփայության հետ չի համապատասխանում։ Այն պարզ պատճառով, որ ես չեմ խոսում արտահանում կազմակերպեն բացառապես հայերի համար Եվրոպայի։ Իմ պատկերացումը մեծերի համար պետք է լոգիստիկ հարցեր լուծվի։ Լոգիստիկ հարցերի մասին դրան պիտի հասնեի։ Լոգիստիկ հարցերի մասին էլի հնարավոր է որոշակի, էսա մթերմանկանից հասնեմ նրան, որ մեր ընկերը չի պատկերացնում մթերմանկայանի գործողությունները եւ այլն։ Այս մթերմանկայանի շնորհիվ այդ լոգիստիկ հարցերը մասամբ լուծում է այն առումով, որ արդեն դու ծիրանը կարող ես 1 ամիս պահել, կարող ես նաեւ հասցնել։ Երբ որ բեռը, այս իմ օրինակով եմ ասում, ես երբ որ շաբաթ օրը բարձում եմ մեքենան եւ ամբողջ փաստաթղթավորումը անում եմ, շաբաթ օրը երեկոյան դուրս է գալիս բեռնատարը Հայաստանից, կիրակի առավոտ հասնում է փոթի, երկուշաբթի օրը, այսպես ասած, շոքեքարշը դուրս է գալիս փոթից, ինքը երկուշաբթի նստում է պարումը, այս շոքեքարշը, չորեքշաբթի երեկոյան, հինգշաբթի առավոտյան հասնում է Բուրգաս։ Բուրգասից 3-4 օր է պետք մնացած կետերը հասնելու, կախված եվրոպական որ երկիրն է։ Օրինակ Իտալիա Բուրգասից 2 օր է տևում, 5 շաբթի իջնում է, ուրբաթ շաբաթ կիրակի օրը ինչ է արտահանում հիմնականում։ Ես հացահատիկ եմ արտահանում, հաճարաձավար եմ արտահանում ու 13 թվականից մինչև հիմի։ Այսինքն այդ լոգիստիկան տևում է 10 օր ընդամենը։ Դրանից ավել, բայց դու կարող ես այնպիսի գյուղմթերք արտահանել, որ 10 օրից ավել հնարավոր է պահպանել։ Դա եւ Չեռնասլիվն է, այսպես ասած, Սև Սալորը, եւ նույնիսկ Ծիրանն է, որ հնարավոր է ճիշտ, եթե մթերման կայան ունես, այդ ամբողջ process-ը դու ճիշտ կազմակերպել ես եւ Ծիրան ես կարող արտանել խնձորը մի քիչ չեմ ասի, որովհետեւ Լեհաստանում այնքան խնձոր կա, որ ամբողջ Եվրոպան ողողել է ու չեն էլ կարողանում տարբեր աշխարհի տարբեր շուկաներ մենք խնձորով մրցունակ չենք լինի կոնֆերենս տանձը Ուիլյամս տանձը այդ կերասը նույնիսկ սա հնարավոր է արտահանել բայց հնարավոր է արտահանել ելակը չէ ելակը տեսեք ելակը շուտ է փչանում ջերմատնային ելակի կյանքն է երկար ձմեռվա սեզոնին բայց միևնույնն է մենակ այն ծախսերը հաշվես որովհետև մեզ մոտ քանի որ չկան այսերան էլ անդրադառնամ էլ այն կառավարության որ ասում եմ այդ մի հատ էլ ուղեցույց կառավարությանն է պետք եթե մեր մոտ սելեկցիոն կայաններն ու սերմնաբուծարանները նորմալ աշխատեին մեր արտադրողը ստիպված չէր լինի ելակի սածիլը բերել Հոլանդիայից այդքան լոգիստիկ ծախս աներ այստեղ աճեսներ մի հատ էլ խորհրդատվություն մի հատ էլ հավելյալ ծառայությունների վճարեր պլյուս են փոշոտողի շամեղուները որ կան դա էլ է Եվրոպայից գալիս մի տուփը 60000 դրամ է։ Այսինքն մենք մի հատ ծախս ենք անում այնտեղից բերում ենք սածիլ, այո։ Այդ սածիլը մի հատ ասում ենք, մի հատ էլ պետք է հետ տանենք այնտեղ վաճառել։ Հետ տանել դա բացարձակ նպատակահարմար չի դառնում, բացարձակ անիրատեսական ոնց որ բան է դառնում ու իմաստ չունի դա անել։ Մնացած ապրանքատեսակներ կան, որ կարող են եւ կդիմանան կամ այդ նույն մեր ընկերոջ ասենք բաղելը պատկերացրեք Էկվադորից ու Պարագվայից են գյուղմը Չիլիից են գյուղմթերք բերում Եվրոպա վաճառում նավով հասկանում եք քանի որ նրանք ունեն այդ լոգիստիկ կենտրոնները շաբաթներով ա գալիս ունեն այդ հնարավորությունները ապրանքի պահպանման ճիշտ Էկվադորն ունի մենք չունենք չէ իհարկե չունենք բայց այդ եմ խոսում ես իմ աշկով ինչ տեսել եմ Իրանը ունի Իրանում սորտինգներ են ասում։ Ես բազմաթիվ անգամ գնացել եմ սորտինգներ, ենթադրեն գնացել եմ նարնջի սորտինգ։ Մի անգամ էլ եթերով ասացի, մարդիկ միջև հիմա չեն պատկերացնում, ստիպված տեսանյութ էլ գցեցի, երբ որ նարինջը ֆերմերները հավաքում են, բերում են այդ նարինջը եւ երբ որ սորտավորում են, նաև ներկվում է, որ արտաքին տեսք ավելի գրավիչ լինի։ Այս փայլում ասում փայլում ներկանյութով է։ Ինքը մենք բոլորս մանդարիններ են ներկում, նարինջներ են ներկում։ Ու այդ մթերման կայանը մասնագիտացված է դրա վրա եւ սեպտեմբեր-օկտեմբերի նարինջի քաղում են ինքը քանի ամիս կարողանում այդ նարինջը պահի իր մոտից արդեն արտահանի։ Իսկ օրինակ հիմա այն ինչ որ անում է կառավարությունը, հա, այդ սուբսիդավորման ծրագրերը, այդ լոգիստիկայի սուբսիդավորում, Բայց լոգիստիկայի սուբսիդավորման մասին խոսել են ոչ մի քայլ չկա, ես չեմ լսել որ որևէ ձև փոխհատուցում են։ Հենց այդ եմ ուզում հարցնեմ։
Հիմա վերջերս նաև էկոնոմիկայի նախարարը հանդիպել էր արտահանողների հետ։ Նախ դուք գնացել եք այդ հանդիպանը, թե ոչ։ Ամեն դեպքում լավ, ունեք գործընկերներ երևի թե որ գնացել են, ինչ կարող եք ասել, որքանով է էֆեկտիվ է ծրագրերը, որքանով ծրագրերը բոլորը կարճաժամկետ են, եթե սուբսիդավորման հնարավորությունով է հնարավոր արտահանել որևէ երկիր եւ այդ սուբսիդիան հանում ես ինքը դառնում անիմաստ, նշանակում է Բուլղարիա կարծեմ մեկը ծաղիկ էր փորձել արտահանել, ասում է այնքան թանկ է ինքնարժեքը, բացարձակ ձեռնտու չի ու տենց էլ պիտի լինի։ Իսկ այն որ խոսում է Հոլանդիայի ծաղկի բորսա մտնելու հնարավորության մասին։ Հնարավորության, ինչ խոսում են հնարավորության մասին։ Այսինքն դա հնարավոր չէ։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ձեռնտու չի։ Ամեն ինչ հնարավոր է։ Էկվադորից կարող է հասնել այնտեղ եւ Էկվադորից ծաղիկ չի հասնում այդտեղ։ Մեկ էլ ես չեմ հավատում, որ եվրոպացին հոլանդական ընկերությունները, այտենց հզոր ծաղիկ արտադրող ընկերությունները թույլ տան ինչ-որ երկիր, ինչ-որ մտնի։ Գուցե կարճաժամկետ նոր է։ Հոլանդիան բորսա է, դրսից գալիս լսվում եւ բան անում։ Մենակ հոլանդական արտադրության ոչ են։ Հիմնականը հոլանդական վերահսկողության տակ է, այդ ծաղկի շուկան։ Հա, վերահսկողության տակ է, բայց արտադրողները տարբեր երկրներ են։ Չեմ հավատում, ասում եմ։ Եթե հնարավորություն լիներ, կանային։ Չի լինելու դա։ Կարծեմ աշխատանքներ տարվում է դու։ Աշխատանքներ տարվում է, հուսով եմ ու գոնե մի 2-3 սենց չափականակ ուղարկեն, որ ցույց տան կգնան էլի Լիտվայի մեր, չէ, պաշտոնական մակարդակով կանգնել էին Բեռնատարի կողքայո, մենք հանեցինք բան։ Այս գրեհիկ պաթոսը որ հանենք տակը ու նայենք ռեալ իրականության աշկերին ու մտածենք երկարաժամկետ ոչ թե այսօր ԶԼՄ-ներով ինչ-որ բան ցույց տանք, մենք կհասնենք հաջողության։ Իսկ ինչ պետք է անել երկարաժամկետում։ Ծաղկի շուկայում ես ոչինչ չեմ կարող ասել։ Չէ, ծաղկի չէ, միրգ բանջարի, այն շուկայում որ դուրս հասկանում թեմայով։ Ուրեմն հետեւյալ քայլերն է խիստ անհրաժեշտ շուկայի դիվերսիֆիկացման համար։ ԵՄ-ի մասին չեմ խոսում, ընդհանրապես եմ խոսում։ Լաբորատորիաների մասին խոսեցի, մթերման կայանների մասին խոսեցի։ Ի վերջո այս մեր երկրի հողային ռեսուրսների զոնավորումը, տնտեսաշխարհագրական զոնավորումը պետք է անել։ Եվ մեծացում երևի թե հողերին։ Պլյուս խոշորացման ծրագրեր զոնավորումից հետո թվայնացում, որպեսզի հասկանաս, ախր 21-րդ թվային դարը, որ հասկանաս, որ տարածաշրջանում, որ մշակաբույսը ցանես, որ ամենամեծ եկամուտը ստանաս, ամենացածր ինքնարժեքն ունենաս։ Դրանից հետո միջազգային շուկայում նայեք, սննդի ոլորտն էլա թրենդային, կարող է շատերը ծիծաղեն, բայց իրոք թրենդային է, ընդհանրենք ինչ որ մի պա բլյուբերի վաճառքն է, ասենց բարձր տեմպեր գրանցում, ինչ որ մի պա քինոայի վաճառքը թռիչքաճ ձև աճ գրանցեց ու սենց անընդհատ պետք է հասկանալ, որ մշակաբույսը ունի մեծ պահանջարկ, այսինքն շուկաների մատը պետք է պուլսի վրա պահես։ Բանտարդից պետք է պուլսի վրա պահես, իսկ գյուղատնտեսական շուկան մի 5 տարի կտրվածքով դու կարողանում ես հասկանալ։ Ենթադրենք նշի շուկան ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում նշի այգիները չորանում են, այդ տենդենսը մի հատ հասկանում ես, եթե իրանց մոտ այս տենդենսը շարունակվեր, ուրեմն անհրաժեշտ է նշի այգիներ դնել մեզ մոտ։ Իրենք ամենամեծ արտադրողներից աշխարհում։ Ենթադրենք սովորական ընկույզը համաշխարհային պահանջարկի 75%-ն է բավարարում, միշտ 25%։ Բնականաբար դա պետական գործառույթ է ու դա ինչ մեծ ծախսեր իրանից չի ենթադրում։ Երբ որ դու այդ ամեն ինչը անում ես ու ֆերմերային տնտեսությունների հետ կոնկրետ ինտերակտիվ կապ պահում ես, քո հարկաբյուջետային դրամավարկային քաղաքականությամբ իրանց սկսում ես ուղղորդել ինչ աճեցնել, այդ դա բերում է արդյունքների։ Այն որ 2 տարի առաջ գյուղատնտեսության մեջ ծաղկի մասնաբաժին աճել էր 68%-ով, մի 5 տեղ եթերով ասել եմ ժողովուրդ, սա ռիսկ է, սա լրջագույն ռիսկ է բարենային անվտանգություն ունեցող երկրի համար, որը մշտապես սահմանները փակվելու խնդրի եզրին է, սահմանը փակվելու ժամանակ այդ ծաղիկ արտադրողները ամբողջությամբ կձախողեն։ Ու ես ցավում եմ, որ իմ ասածը եղավ։ Ես չէի ուզում լինել, ես չեմ ուզում, բայց պետք է իրատես լինել եւ այս հարափոփող տարածաշրջանում ընտրել այնպիսի գյուղատնտեսական ուղղություններ, այնպիսի մշակաբույսերի արտադրություն։ Ի վերջո առաջնայինը քո պարենային ինքնաբավության խնդիրը լուծելուց հետո նոր անցնել միայն թվերի վրա չուրախանալ, միայն բան չանել։ Ինքնաբավությունը մի քիչ հատկապես մեր նման երկրներում դժվար է հասնել աբսոլյուտ ինքնաբավության, բայց կարելի է ձգտել ենթադրում եմ դրան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ։ Civilnet podcast-ի հյուրը Հարություն Մնացականյանն էր, մնացեք մեզ հետ կհանդիպենք։